Անո Հովհաննիսյան, գրի ժամանակ։ Անո Հովհաննիսյան, ում հետ հանդիպեցիք Մոսկվայում, կասեք խնդրեմ։ Ինչպես գիտեք, ընտանիքիս էլ գնացել էի մասնավոր այցի, հանդիպել ենք համապատասխան շրջանակների հետ, շնորհակալ եմ այդ հանդիպումների համար։ Պետական շրջանակներ էին դրանք։ Ամենատարբեր շրջանակների հետ հանդիպել եմ։ Այդ թվում պետական չկան հասկանում ենք։ Շաքերտները չեն բացի բան։ Մասնավոր այցեր, համապատասխան պայմաններում հավաքային կմանրամասներ։ Ներկայությամբ սա մասնավոր է խորհրդաբանական միջոցառում էր, կարող մի բան ասել, որ ես չհանդիպեցի Ռուսաստանի նախագահի։ Բայց կար նման ծրագիր, պարոն Հովհաննիսյան, ով էր ձեզ հրավիրել, խնդրում եմ ասեք։ Մենք մասնավոր այցով ենք, ընտանիքով եւ վստահ եմ, որ արիտ կլինի։ Իսկ ով էր ձեզ հրավիրել, պարոն Հովհաննիսյան։ Նորից գնա Ռուսաստան, նորից այցել Ամերիկա եւ Եվրոպա եւ ինչպես ասացի, հայ ժողովրդի պայքարը իր ազատության եւ իրավունքի համար դանել աշխարհի բոլոր հիմնական մայրաքաղաքները։ Պարոն Հովհաննիսյան, ձեր նախընտրական, այսպես հետընտրական զարգացումների հետ էր կապված ձեր այցը։ Այսինքն ինչ է ուզում ասել։ Ուզում ասեմ, Հայաստանում ընթացող ձեր բողոքի ակցիաների հետ էր կապված դուք Ռուսաստան ձեր մեկնելը Մոսկվա։ Իմ Մոսկվա գնալը համապատասխանում էր հետընտրական շրջանին, բայց կապված չէր դրա։ Կապված չէր։ Իսկ այնուամենայնիվ դեպեց որ Արմենու եւ Գարինի հետ 24 ժամ անցկացրի հրաշալի մայրաքաղաքում, վայելեցինք ռուսաստանյան գարունը, մի քանի լավ հանդիպումներ ունեցանք եւ գրկնում եմ համապատասխան պայմանների ստեղծմամբ ավելի կմանրամասն, բայց ինչպես ասացի, ի սկզբանե սա մասնավոր այց էր եւ շնորհակալություն նաեւ այդ մասնավոր բնույթի նկատմամբ ձեր հարթանքի համար։ Ես վստահ եմ արիտ կլինի գնալ արդեն բաց եւ պաշտոնական եղանակով այդ դեպքում ի սկզբանե ունենանք գրաֆիկ։ Պարոն Հովհաննիսյան, այսպեսի մի հարց է, դուք շարունակաբար քննադատում եք, որ Հայաստանում փորձում են իշխանություն հաստատել դրսից, իշխանությունները կախված են, բայց ձեր քննադատներն ասում են խնդրեմ, պարոն Հովհաննիսյանն էլ գնաց Մոսկվա, այսպես ասած դաբրո ստանալու, ինչ կարող եք ասել այս կապակցությամբ։ Նախ ես չգիտեմ այդ քննադատները ովքեր են, իրենց բարևում եմ ձեր միջոցով, դուք գրկնում եք իրենց հարցադրումը եւ քննադատությունը եւ դա իրենց իրավունքն է։ Դուք կարող եք արձանագրել որպես արհեստավարժ լրագրողներ, որ ես ոչ մի մայրաքաղաք չեմ գնացել մինչև ընտրությունները եւ մինչև ապրիլի 9-ը։ Ես գնացել եմ այն բանից հետո, երբ ապրիլի 9-ին տեղի ունեցավ հայտնի անհիմն եւ գերձ երթումը, որը արձանագրեց այդ փաստը, որ այս իշխանությունը դե յուրե չէ, որը դողացվեց ժողովրդի իրավունքը եւ այդ պայմաններում արդեն այդ հանգրվանը անցած ես այցելեցի Մոսկվա եւ չի բացառվում նաեւ այցելեմ այլ մայրաքաղաքներ, բայց իմ հիմնական աշխատանքը Հայաստանում եմ եւ նրանք ովքեր խոսում եմ այն բանի մասին, որ ես մի տարվա ընթացքում մի օրով գնացի այլ մայրաքաղաք, մատնում են իրենց գաղվածությունը այլ մայրաքաղաքներից, իրենց սեփական ստրկամտության մասին են խոսում, որտեղ իմ մոդեցումը Հայաստանակենտրոն է, ինքնիշխան է եւ ես ասել եմ, որտեղ կա հայոց շահի հարուցում, ես կդանեմ, բայց ոչ երբեք որևէ մեկի դոբրոնը ստանալու համար։ Հաղթանակը վերել եք ձեզ հետ, ասացիք գնում եք Մոսկվա հաղթանակը վերել։ Դուք ներողություն, ոչ, ես խնդրում եմ, անունը ինչ է։ Մարիամ։ Որտեղից Մարիամ։ Առաջին։ Ուրեմն Մարիամ, դուք բացեք սահակությունը, հղումը։ Ես ասել եմ, ես պատրաստ եմ գնալ Ռուսաստան, Օբամայի մոտ ցանկացած տեղ ժողովրդի հաղթանակը տանելու եւ հետ բերելու համար։ Դրա համար սա երկարատև գործընթաց է, որևէ մեկը պետք է պատրանք չունենար, որ այս ամեն ինչը պիտի մի բահի, մի րոպեի եւ մի երթի ժամանակ լուծվեր։ Ով ուզում էր դանել մեր պայքարը դեպի արյուն, ես չթույլատրեցի, ես թույլ չեմ տալու որևէ պատեհապաշտի, որևէ կողմից, ոչ իշխանության, ոչ էլ իշխանության թաքուն ծառայող քաղաքացիների մոտ, ով փորձում է որպես պատեհապաշտ սատրիչ օգտագործել ժողովրդի հաղթանակը եւ չարաշահել ժողովրդի իրավունքը։ Դրա համար ես որ
վերջի հանդիպման ընթացքում ասացի այդ նախադասությունը, ես ասացի այն, որ ես պատրաստ եմ այս պայքարը դանել մինչև դրամապանական ավարտ, առաջերտին Հայաստանում, բայց նաև հայ ժողովրդի ճշմարտությունը դանելով աշխարհի հիմնական Պարոն Հովհաննիսյան, կարող ենք ասել, որ ձեզ Մոսկվայում նաև հրավիրել էին լսելու Հայաստանի ընդդիմության կարծիքը։ Արդեն ձեր ասած ընդդիմությունը դիմություն չէ, այդ ընդդիմությունը դարձել է ժողովրդի Ձեր կարծիքն էին հրավիրել էին լսելու ձեր կարծիքը։ Հրավիրել են լսելու ժողովրդի գերակշիռ մեծամասնության կարծիքը, Որը դուք եք ներկա։ Որի գրողներից մեկը ես եմ ընդամենը։ Այսօր կլինի հավաք եւ ես մի քանի խոսք ասեմ գազագերբշական հավաքայի վերաբերյալ։ Լինելու եք, չէ՞ պարոն Հովհաննիսյան, շատերը մտահոգություն են հայտնում, որ հնարավոր է։ Նայած, եթե դուք շարունակեք հարցրել, կարող է չհասցնեմ, բայց եթե հիմա ընդմիջենք ժամը 6-ին են դա գնան։ Այսօր շատ շոյված զգացի առաջի անգամն է, որ որևէ մի պրոֆեսիոնալ լրագրող ինձ դիմավորում է օդանավակայանում։